Դիտողներ, բարելույս և հաղթիր այսօր։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Մենք կվերցնենք մեր պատգամը երկու գրքից, Երկրորդ Կորինթացիների գրքից և Եսայայի 40-31 խոսքը։ Հալելույա։ Ես կգարթամ գիրքը, Երկրորդ Կորինթացիների գիրքը, 12-րդ գլուխ 7-րդ խոսք։ Եվ որ հայտնությունների առավելությամբ չհպարտանամ և չգոռոզանամ, մարմնիս վրա ինձ համար խայտ տրվեց, սատանայի պատգամավորի կողմից բռունցքով ծեծեց ինձ։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ դա հեռացնի ինձանից, բայց նա ասաց ինձ. բավական է քեզ իմ շնորհքը, որ իմ զորությունը կատարյալ է թուլությամբ, այդ իսկ պատճառով ավելի հոժարությամբ իմ տկարությունով կպարծենամ, քանի որ Քրիստոսը զորությամբ բնակվի ինձ մեջ։ Դիտողներ, եկեք աղոթենք և խնդրենք Աստծուց, որպեսզի տա մեզ շնորհք, որպեսզի փակենք մեր բերանները և բացենք մեր սրտերը։ Սա սրտի բան է։ Դիտողներ, խնդրեք Աստծուն, որպեսզի փակի ձեր բերանը և բացի ձեր սիրտը։ Իմ սրտում, իմ սրտի խորքում, Տեր, ես ցանկանում եմ Հիսուսի նման լինել, իմ սրտի խորքում։ Խնդրեք Աստծուն, որպեսզի փակի ձեր բերանը և բացի ձեր սիրտը, որպեսզի ընդունեք այս պատգամը։ Հավատքը մարդու սրտից է։ Երբ մենք մեր ձեռքերը բարձրացնում ենք դեպի Տիրոջը, Աստծո ձեռքերը մեզ համար աշխատում են, գործում են։ Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի քանի եղանակ, որոնցով Աստծո զորությունը գործում է։ Դա հզորությամբ չէ, դա զորությամբ չէ։ Իմ հոգով է, ասում է Տերը։ Երբ մենք թույլ ենք, եսի նկատի ունեմ, երբ մենք զորեղ չենք, մենք տեսնում ենք հրատապ Աստծո կարիքը։ Դա ստիպում է մեզ, որ ամբողջապես պատկանենք Աստծուն։ Դա ստիպում է մեզ, որպեսզի շատ ժամանակ անցկացնենք կարդալով մեր Աստվածաշունչը և աղոթելով, որովհետև նա խոսում է մեզ հետ իր խոսքի միջոցով, իր հոգու միջոցով։ Եսայիա գրքի 40-րդ գլխի 31-րդ խոսքում ասում է. նրանք, ովքեր հուսացած են Տիրոջը, կզորանան։ Երբ դուք թույլ եք, տկար եք, դուք ուժեղ եք։ Երբ դուք աղքատ եք, դուք օրհնված եք։ Ինչի նկատի ունի Աստվածաշունչը Տիրոջը սպասել ասելով։ Այստեղ կա երկու հասկացություն։ Առաջինը՝ համբերատար սպասել Աստծո ժամանակին, որովհետև Աստծո ժամանակը լավագույնն է։ Դա մեր ժամանակը չէ։ Երկրորդը՝ անցկացնել ժամանակը աղոթքով Աստծո ներկայության մեջ նվիրվածությամբ։ Դիտողներ, դուք կարող եք տեսնել, թե ինչի մասին եմ ես խոսում։
Ես խոսում եմ նույնականացման մասին, մեր թուլությունները ճանաչման մասին։ Նույնականացնել եւ ճանաչել մեր թուլությունները ինքնին հաղթանակ է։ Ուշադիր եղեք։ Ես գող եմ։ Ես չեմ ցանկանում այլևս գողանալ։ Ես բամբասող եմ։ Ես չեմ ցանկանում այլևս բամբասել։ Ես ստախոս եմ։ Ես չեմ ցանկանում այլևս ստել։ Ես պոռնիկ եմ։ Այլևս չեմ ցանկանում պոռնկություն անել։ Եթե մենք այդ ամենը մեր ամբողջ սրտով ասենք, խոստովանենք, գործի կեսը արված է։ Այս առումով, դիտողներ, եկեք խնդրենք Հիսուսին, որպեսզի բացահայտի ցանկացած թուլություն, որ մեզանում է, եւ կոտրի այդ ոգին, որ թաքնված է դրա հետևում։ Այս կամ այն ոգի եղիր կոտրված Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս Քրիստոսի անունով եղիր կոտրված։ Ինչ ստրկության մեջ որ դու գտնվում ես, թող լինի կոտրված Հիսուսի անունով։ Դուք գիտեք, թե ինչքան թույլ եք դուք, տկար եք դուք։ Դարձրեք մեզ զորավոր ձեզանում Հիսուսի անունով։ Դարձրեք մեզ զորավոր ձեզանում Հիսուս Քրիստոսի անունով։ Թող ձեր զորությունը գա ձեր կարողությունից Հիսուսի անունով։ Թող ձեր զորությունը գա ձեր կարողությունից Հիսուսի անունով։ Դիտողներ, Հիսուսը գիտի այն ամենը, ինչ ներսից եւ դրսից սխալ է։ Բժշկիր մեզ Հիսուսի անունով։ Գիտի այն ամենը, ինչ սխալ է դրսից եւ ներսից։ Վերականգնիր մեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Նա գիտի այն ամենը, ինչ սխալ է մեր դրսից եւ մեր ներսից։ Ուղղիր մեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Նա գիտի այն ամենը, ինչ մեզանում եւ ներսում եւ դրսում սխալ է։ Ազատագրիր մեզ Հիսուսի անունով։ Եղեք ազատագրված Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն Հիսուս։ Դիտողներ, լսում եք դուք ինձ։ Ցանկացած շղթա, որ սատանան ունի, օգտագործում է ձեզ իր հետ կապելու համար։ Ցանկացած միջոց, որ սատանան օգտագործում է ձեզ իր հետ կապելու համար։ Աստվածային, պապենական, ցանկացած միջոց, որ սատանան օգտագործում է ձեզ իր հետ կապելու համար, թող լինի կործանված եւ եղեք ազատագրված Հիսուսի անունով։ Ցանկացած միջոց, որ սատանան օգտագործում է, ցանկացած նյութական միջոց, ձեր նյութական կյանքը, կարիերան, առողջությունը, բիզնեսը, ֆինանսները իր հետ կապելու համար, թող լինի քանդված Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն Հիսուս։ Ես տեսնում եմ շղթաները կոտրվում են։ Հենց հիմա ես տեսնում եմ շղթաները կոտրվում են։ Շղթաները, տառապանքի շղթաները կոտրվեք Հիսուսի անունով։ Համավարակի շղթան կոտրվեք Հիսուսի անունով։ Կորոնավիրուսի շղթա։ Ես լսում եմ շղթան կոտրվում է։ Ես տեսնում եմ շղթան կոտրվում է Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս Քրիստոսի անունով։
Եղիր կոտրված Հիսուսի անունով։ Ցանկացած կապ սատանայի հետ, ցանկացած կապ, որ սատանան օգտագործում է իր հետ ձեզ կապելու համար, թող լինի կոտրված, խափանված Հիսուս Քրիստոսի անունով, եղեք ազատ։ Շնորհակալություն Տեր, շնորհակալություն Հիսուս, շնորհակալություն Հիսուս, Հիսուս Քրիստոսի անունով մենք աղոթեցինք։ Ամեն, ամեն, ամեն։ Դիտողներ, ես հիշում եմ, որ ձեզ հետ կիսվեցի անցած հանդիպման ժամանակ իմ սովորություններից մեկով։ Ես ցանկանում եմ ևս մեկը այսօր ցույց տալ։ Աղոթիր եւ քայլիր, աղոթիր եւ խոսիր, աղոթիր եւ նայիր, աղոթիր առանց դադարի։ Երբ դուք վերցնում եք ձեր տաք ջուրը եւ լիմոնը, եթե ձեր առողջական վիճակը ձեզ թույլ է տալիս, ես խորհուրդ եմ տալիս ձեզ խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Օրինակի համար հղի կինը խորհրդակցում է իր բժշկի հետ խորհրդի համար։ Աստված բնության Աստված է։ Իմ սովորությունը ես աղոթում եմ, ես քայլում եմ, ես աղոթում եմ, ես խոսում եմ։ Ես աղոթում եմ, ես նստում եմ, ես աղոթում եմ, ես նայում եմ, ես աղոթում եմ, ես քնում եմ, ես աղոթում եմ, ես կատակում եմ, ես աղոթում եմ և միևնույն ժամանակ խոսում եմ ձեզ հետ։ Ես օգտագործում եմ իմ ամբողջ ժամանակը, իմ օրերը գտնվում են իմ սրտում աղոթքի համար։ Իմ սրտում միշտ աղոթքի մեղեդի է։ Երբ դուք նայում եք Հոբի գրքի 11-րդ գլխի 13-ից 19-րդ խոսքերին, դա անհնար է անցկացնել ձեր ամբողջ օրերը և ձեր ամբողջ ժամանակը աղոթելով, աղոթքը ձեր շուրթերին։ Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, դա անհնար է, բայց դա հնարավոր է անցկացնել ձեր ամբողջ ժամանակը, ձեր ամբողջ օրերը աղոթքի հոգով։ Մինչ ես քայլում եմ, ես աղոթում եմ, որովհետև հավատքը մարդու սրտից է։ Մինչ ես խոսում եմ ձեզ հետ, ես աղոթում եմ, որովհետև հավատքը մարդու սրտից է։ Երբ ես ասում եմ սիրտ, ես նկատի ունեմ հոգի։ Մինչ ես ձեզ ձեռքով թափահարում եմ, այդ ժամանակ նաև աղոթում եմ։ Հավատքը մարդու սրտից է։ Ինչ է սովորությունը։ Սովորությունը Աստծուց նվեր է։ Ցած բան, որ երկու անգամ անում ես, ավելի հեշտ է դառնում։ Ես խաղում եմ ամեն օր, դա սովորույթ է։ Սովորություն։ Ես ցատկում եմ ամեն օր, դա դառնում է իմ սովորությունը։ Դա Աստծուց պարգև է։ Այդպես նաև բնավորության տեր մարդիկ մենք հանդիպում ենք Աստվածաշնչում։ Եկեք խոսենք Դանիելի 6-րդ գլխի 10-րդ խոսքում։ Դանիելը աղոթում է օրվա մեջ 3 անգամ։ Դա սովորություն է։ Սաղմոս 2-ում աղոթում է օրվա մեջ 7 անգամ։ Դա գրված է Սաղմոս գրքի 119-րդ գլխի 164-րդ խոսքում։ Եկեք խոսենք Հիսուսի աշակերտների մասին։ Նրանք հանդիպում էին շաբաթվա յուրաքանչյուր առաջի օրը։
Գործ Առաքելոց 20-րդ գլխի 7-րդ խոսքում։ Դա սովորույթ է, սովորություն է, որը պարգև է Աստծուց։ Ես աղոթում եմ և քայլում եմ, ես աղոթում եմ և ցատկում եմ։ Ես աղոթում եմ և ժպտում եմ։ Նախքան ես ժպտում եմ, ես աղոթում եմ։ Դա այն աղոթքի տեսակը չէ, որ մենք այստեղից ենք մատուցում։ Դա հոգևոր աղոթք է։ Ես կարող եմ անել այդ աղոթքը հոգով։ Աղոթում եմ, բայց հոգով։ Ես աղոթում եմ և քայլում եմ, ես աղոթում եմ և շարժվում եմ։ Ես աղոթում եմ, ես ողջունում եմ։ Բայց դուք կհարցնեք, ինչպես եք աղոթում հոգով, հոգու մեջ։ Մտածել այն բանի մասին, ինչ դուք կարդացել եք Աստվածաշնչում։ Մտածեք այն կրկին շատ անգամներ։ Երբ դուք դառնում եք դրան կրկին, ձեր հոգին գործում է խոսքի վրա, և երբ հոգին գործում է խոսքի վրա, դուք շահում եք գերակայություն ձեր վրա։ Երբ դուք ցանկանում եք ասել այն, որը որ չեք ասում, այլ ուրիշ բան, դա հոգին է ձեզանում, որ վերականգնում է։ Am I not too young to do this? Okay, but that is the power of God. Երբ դուք սկսում եք մտածել այն բանի վրա, ինչ կարդացել եք, և շրջելով, մտածելով այն կրկին անգամներ ձեր սրտում, ձեր սիրտը ի նկատի կունենա կուղորդի ձեր հոգուն, և ձեր հոգին կգործի այդ ամենի վրա, և երբ ձեր հոգին կգործի խոսքի վրա, դուք ինքներդ ձեզ կհաղթեք։ Ինչ որ մեկը ձեր առջևում գնում է, ով է սկզբում, Աստված։ Երբ դուք խոսում եք, Աստված է խոսում։ Երբ դուք խոսում եք, Աստված է խոսում։ Երբ դուք նայում եք, Աստված է նայում։ Երբ դուք շպտում եք, Աստված է շպտում։ Դա նշանակում է ինքներդ ձեզ հաղթել եք։ Դիտողներ, ես ցանկանում եմ ձեզ լքել այստեղ։ Տեր Հիսուս, վստահեցրու դիտողներին, որ դու ես նրանց կառավարիչը, Հիսուսի անունով, ամեն, ամեն։ Ես լքում եմ ձեզ հավատքով և սպասում եմ, որ ձեզ հետ կհանդիպեմ հավատքով։ Լսեք սա։ Այս աղոթքը ժամանակի կորուստ չէ, ցանկացած ժամանակ ձեր սրտում, հիշելով այն, կզգաք Աստծո ներկայությունը։ Շնորհակալություն։